Ինչ հիշողություն, սաղ եկիտ։ Բանն է, ուրեմն թանգարանը վերացրին, եկեղեցու ցանեցին, դարձրեցին ֆիլհարմոնիայի շենք։ Ու հենց առաջի այդ նոր հլը մակրած բան, թեթև վերանորոգում արած, առաջի 3 համերգներ նշանակվեց։ Ոնց։ Ուրեմն Արթուր Այդենյան, Գոհար Գասպարյան եւ Լուսինե Զաքարյան։ Իրար հետևից։ Այդ ժամանակ առաջինը հենց Արթուր Այդենյանն է եղել, լեգենդ բանը ֆիլմ կար չէ հանածը, ինքը ոնց է կուրացել, բան, որտեվ ինքը շատ հայտնի հրաշք ցեն ուներ ու տենոր էր։ Ես այդ 3 տոմսերը վերցրել եմ ու սպասում եմ։ Եկել է օրը, առաջի օրը Արթուր Այդենյան, այն որ դե ինչ բան է, փառավոր, այդ եկեղեցու ակուստիկայի մեջ։ Երկրորդ օրը Լուսինե Զաքարյան, հետո Գոհար Գասպարյան։ 3 օրվա համերգին էլ ներկա եմ եղել։ Ու այդ երկի ժամանակ ամենահետաքրքիրը վաղու, այնտեղ աղավնիներ կային, եկեղեցուն այդ գմբեթի վրա շարված։ Դրանք այդ երկի ընթացքում որ չէին, որ թռնում էին այդ սորսափյունը, բանը, այդ երաժշտության այդ մի խենթանալու բան։ Հետո Լուսինեին էլ ուղեկցում էր Խորեն Պալյանը, իրանք ամուսնացած էին, չէ։ Լուսինեն այդ ժամանակ հիվանդ էր, ասին որ շաքարախ բան ունի, ինքը շատ մրսկան էր, եկեղեցու ներսնել բան էր, ինքը գալիս էր բանով, մուշտակով բանով, ճիշտ է, գարուն էր ու տաք եղանակ էր, բայց ցրդոտ է, լենական բան է, ստեղ բարձր է, ցուրտ է, ու ինքը հյուրանոցից, երբ որ իրա բանը համերգը պիտի լիներ, հյուրանոցից եկավ, այդ շորերով բան բարձրացավ բեմ հանեց ու նոր սկսեց երգել։